Նախ սիրելի հայրենակիցներ, օգտվելով առիթից ես էլ եմ շնորհավորում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաղթանակը հանուն ժողովրդավարության, հանուն ազատ, անկախ ինքնիշխան Հայաստանի եւ այստեղ մի արձանագրում եմ ուզում անել, որ մենք հանդիսանալով ԵԱՏՄ անդամ վերջին տարիներին բավականին լուրջ հաջողություններ ենք գրանցել մեր տնտեսությունում եւ սա փաստ է։ Այո, կա իրավիճակ, որ բազմաթիվ հայկական ապրանքներ այսօր խոչընդոտվում են եւ մեր արտահանումը ինչ-ինչ պատճառներով որոշակիորեն տուժում է, բայց նաեւ ուզում եմ արձանագրել, որ հարյուրավոր ապրանքներ կան, որոնք անխոչընդոտ արտահանվում են, այսինքն այդ ապոկալիպտիկ մոտեցումները, որ ԵԱՏՄ-ի հետ կապված կան, իմ կարծիքով ոչ ամբողջական են ու տեղին չեն այդքան։ Իհարկե մենք պետք է աշխատենք, ամեն ինչ դիվերսիֆիկացնենք, պետք է փորձենք ոչ միայն Եվրամիություն, այլ նաև արաբական աշխարհ, ԱՄՆ, չգիտեմ, մինչև անգամ ամենաանհնար տեղերը մեր ապրանքը արտահանենք։ Բայց նաև ուզում եմ արձանագրել, որ այս իրավիճակի պատասխանատուն նաև մեր ընդդիմադիր գործընկերներն են շատ հաճախ, ովքեր որ ամեն հնարավոր միջոցով փորձել են վնասել Հայաստանի Հանրապետությանը, մեր արտահանողներին, որպեսզի նախընտրական փուլում նվազեցնեն իշխանության ռեյտինգը եւ իհարկե պետք է նաեւ արձանագրել, որ ինչ որ հարցում միգուցե նրանք հաջողել են, որ կարողացել են այնպես անել, որ կան ապրանքներ, որոնց հետ կապված մենք խոչընդոտներ ունենք։ Սա քաղաքական մոտեցումը, որը իրականություն է, եւ ես կարծում եմ, որ այս փուլում մենք շատ հստակ խնդիր ունենք, ինչպես Եվրամիության եւ մյուս երկրների հետ զարգացնելու մեր հարաբերությունները եւ արտահանումը դիվերսիֆիկացնելու, բայց ԵԱՏՄ շուկան էլ ոնց կա այդպես օգտագործելու, ինչը մենք արել ենք եւ անում ենք։ Հիմա այստեղ խոսք է գնում գյուղմթերքի, չգիտեմ, ծաղիկների եւ բանի մասին, բայց պարոն Պապյանն էլ վստահաբար կհավաստի, որ հարյուրավոր ապրանքներ կան, որ արտահանվել են։ Հիմա մենք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետն է հայտարարել, որ ԵԱՏՄ շրջանակներում շարունակում ենք մենք գործունեությունը եւ նաեւ այս խոսքը սուղում եմ մեր հարգելի քաղաքացիներին, ովքեր որ ընտրել են ինքնիշխանությունը, անկախությունը, խաղաղությունը, որ նրանք իմանան, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ ԵԱՏՄ շրջանակներում կարգավորենք այն հարաբերությունները, ինչը որ բխում է Հայաստանի Հանրապետության պետական շահից։ Այս կոնտեքստում կուզենամ արձագանքեք, պարոն Պապյան։ Շնորհակալ եմ։ Նախ քաղաքական արձանագրման մասով նշեմ, որ մենք իրականում ավելի ուժեղ մանդատ ենք ստացել այս ընտրություններում, քան նախորդ, եւ դա արտահայտվել է հավելյալ 38399 ձայներով։ Այսինքն 25 թվականի խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 727000 ձայն, այնինչ նախորդ ընտրություններում դա եղել է 688000։ Դա շատ ավելի ուժեղ քաղաքական մանդատ է։ Սա մեկ։ Երկրորդը, դուք պարոն Հակոբյան նշեցիք, ներողություն եմ խնդրում, մեջ բերեմ, ԵԱՏՄ շուկան ոնց կա, այդպես օգտագործել, ես կարծում եմ, որ ԵԱՏՄ շուկան ոնց կա, ավելի շատ է պետք օգտագործել, այսինքն մեր խնդիրն է ԵԱՏՄ շուկայում անընդհատ ու ավելի շատ վաճառել, այսինքն ոչ թե ԵԱՏՄ շուկան պահենք այսքան մյուս տեղերում զարգացնենք, այլ ԵԱՏՄ շուկան պետք է անընդհատ մեծանա եւ հայկական ծագման ապրանքների վաճառքի ծավալները ԵԱՏՄ շուկայում պետք է մեծանան։ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ է եւ Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ գործարկել է բոլոր մեխանիզմները, որպիսի մեր արտադրողների իրավունքները ԵԱՏՄ շուկայում պաշտպանվեն, այդ թվում օրինակ սկսվել է process-ներ բարիերների հետ կապված, այնտեղ կա, այսինքն դա ԵԱՏՄ կանոնադրությամբ է։ Երկրները կարող են օրինակ հայտ ներկայացնել, որ այսինչ երկիրը օրինակ բարիեր է իմ դեմ կիրառում, այնինչ երկիրը մենք բազմաթիվ այդպիսի դեպքերի մեջ եղել ենք, բազմաթիվ երկրներ իրար դեմ են այդպես արել, դա նորմալ աշխատանքային ընթացակարգ է եւ մենք լիիրավ անդամ ենք, մենք պատրաստվում ենք ԵԱՏՄ-ում աշխատել եւ պատրաստվում ենք ԵԱՏՄ-ում մեր իրավունքները պաշտպանել եւ դա շատ տրամաբանական է եւ պատրաստվում ենք ԵԱՏՄ-ում ավելի շատ ապրանք վաճառել։
շատ ուղիղ ասեմ եւ դրա համար ԵԱՏՄ-ում մեխանիզմներ կա, օրինակ ԵԱՏՄ-ում գրված է, որ եթե մի երկիր համարում ես, որ բարյեռ կիրառում քո նկատմամբ, դու սկսում ես process, հետո գնում ես հանձնաժողովում քննարկումներ եւ այդ քննարկումների արդյունքում եթե չկարողանան հիմնավորել, թե դա ինչու է տեղի ունենում, պետք է դա վերանա, այդպիսի բազմաթիվ դեպքեր կա, սա նոր բան չի, առաջին անգամ չի եւ մենք էլ երբեմն բաներ կա ասում ենք անենք, հետո ասում ենք չէ, սա կարա բարիեր օրինակ գնահատվի չենք անում, այսինքն նկատի ունեմ դա նորմալ աշխատանքային գործընթաց է։ Երևի թե սա այսպես կարող եմ մեկնաբանել այդ առումով, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք, ԵԱՏՄ-ի բոլոր ընձեռած հնարավորություններից պետք է օգտվենք եւ այնպես ինչպես ԵԱՏՄ մյուս երկրները օգտվում են Հայաստանի մասնակցության հետևանքով ուրեմն ընձեռած հնարավորություններից։ Եթե կարելի է, ես մի շատ կարճ նորից հնչեցնեմ հարց, նախ ուզում եմ եւս մեկ արձանագրում անել Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ի մասով, օրինակ Իրանի հետ կապված մենք ունենք ազատ առևտրի գոտի, ԵԱՏՄ Իրան եւ Հայաստանը միակ երկիրն է, որ ունի ցամաքային սահման ԵԱՏՄ երկրներից եւ Հայաստանը հանդիսանում է Իրանի համար դարպաս ԵԱՏՄ, ինչպես նաև հակառակը։ Եվ ընդ որում այստեղ պետք է արձանագրել նաև Հայաստանի Հանրապետության կարևորությունը ԵԱՏՄ-ում, ոչ թե միայն նախ այնտեղ մաքսատուրքերի հետ կապված, վստահ եմ պարոն նախարար այդ թվերը շատ լավ նաև հանրությունը գիտի, ինչքան ենք մաքս տվել, ինչքան ենք ստացել եւ այլն, այնպես որ այո Հայաստանը նաև շատ կարևոր գործընկեր է ԵԱՏՄ անդամ երկրների համար։ Ես մի հարց ունեմ 2025 թվականին արտանման ծավալը Հայաստանի Հանրապետության կազմել է 8.4 միլիարդ դոլար, որից 4.4 միլիարդը հայկական ծագման ապրանքներն են եղել։ Պարոն նախարար, եթե ձեր ձեռքի տակ կա, խնդրում եմ ներկայացնել 25 թվականին Հայաստանի Հանրապետությունից դեպի շուկաներ, արտանման շուկաներ, արտահանման կառուցվածքը ըստ ապրանքների, եթե չկա, խնդրում եմ գրավոր ներկայացնել եւ մի քանի առաջնահերթություններ նշել ապրանքների։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, մի կարևոր բան եմ ուզում իհարկե կա ձեռքից տակ, բայց երևի ավելի նպատակարար կլինի ամբողջական ցանկի համար գրավոր նաև ձեզ փոխանցենք, բայց ես ուզում եմ մի կարևոր բանի մասին խոսել։ Մենք նախորդ տարի այսպիսի մի կառավարության որոշում արդեն իսկ ընդունեցինք, իսկ նախորդ տարվա սկզբում չկար այդպիսի հարցեր, կար քաղաքականություն, որ մենք ուզում ենք դիվերսիֆիկացնենք եւ մեր արտանման մի մասը ուղղենք օրինակ եվրոպական շուկա։ Եվ ընդունեցինք մի կառավարության որոշում, որտեղ ասում ենք, որ Եվրոպական միության անդամ երկրներ, գումարած Նորվեգիա, Մեծ Բրիտանիա, Կանադա եւ կարող է ևելի 1-2 երկիր լիներ, որոնք որ ԵԲ անդամ չեն, բայց քաղաքակրթական եւ տնտեսական առումով ըստ էության նույն միջավայրն են ներկայացնում, որոշեցինք, որ այդ երկրների համար մաքսատուրքի փոխհատուցում պետք է անենք։ Եվ թիրախ էինք դրել 15% ուրեմն մշակող արտոնաբերության արտադրանքի աճը ավելացնենք այդ հատվածում տարվա կտրվածքով։ Ինքը ոչ ամբողջ տարին չարեցինք, որովհետև ուշ էինք արել, դեռ 8 ամսով, բայց այդ 8-9 ամսվա կտրվածքով մենք այդ տարեկան 15-ը ապահովեցինք։ Իսկ ավելի կարճ ժամանակահատվածում ամբողջական թիրախը ապահովվեց եւ մշակող արդյունաբերության արտադրանքը, մասնավորապես տեքստիլ, ծխախոտ, շոկոլադ, պտուղ բանջարեղենից մթերքներ, պահածոներ եւ այլն, այսինքն այդ արտադրանքների արտահանումը Եվրոպական միություն ավելացավ 15%-ով, հիմա մի հատ էլ դրա վրա ենք 15%-ի թիրախ ըստ էության դրել։ Սա ինչի համար եմ ասում, որովհետեւ այն տրամաբանությամբ, որ այդ փոփոխությունները նաև նրա մասին, որ վարչապետ նշեց, որ մենք Եվրոպական միություն եւ Չինաստան մեր արտահանումը կրկնապատկվել է առաջին 4-5 ամիսներին այս տարվա, դրանք այդպես ուղղակի տեղի չեն ունենում։ Այդ բոլոր աճերի հետևում կան կոնկրետ ծրագրեր, այսինքն որ հիմա ասեք այս թիվը ինչի է այս թիվ, ես կասեմ, որովհետև այս ծրագիրը կա, ինչի է այդ, որովհետև այդ ծրագիրը եղել էր, հիմա չկա, ենթադրենք, այսինքն մեր
մասնակցությունը լիբերալ մասնակցություն է, բայց իրականում շատ մեծ է մեր տնտեսության ուրեմն զարգացումների մեջ դրական իմաստով մեծ է, այսինքն մենք ուղղակի աջակցությունների շատ մեծ ծավալներ ենք տալիս տարբեր մակարդակներում եւ մի հետաքրքիր բան է իմիջայլոց կարող է մանիպուլացվել թե 25-ի արտահանումը 24-ից պակաս է եւ ընդ որում տենդենսը կարող թվա 26-ին եւ 25-ի նույնական բայց երբ որ հանում ենք բանը տեսեք առաջ 4 ամիսը որ նայում ենք բացարձակ արտահանումը -3% բայց հենց հանում ենք ոսկին 23% աճ 23% մաքսատուրքն էլ է հիմա տեսեք այդ ոսկին ինչ է գալիս է Ռուսաստանից ոսկի Հայաստան, մի հատ ներմուծումը, ասենք 3 միլիարդի ավելացավ, հետո մի հատ էլ 3 միլիարդի ոսկին գնաց օրինակ ինչ որ տեղ Հոնկոնգ կամ Էմիրություններ, մի հատ էլ 3 միլիարդի արտահանում։ Այդ process-ի մեջ Հայաստանի Հանրապետությանը ոչ մի բան չի մնում։ Մի հատ մի երկու աշխատող կա, օդանավակայանից հանում են այդ ոսկին, տանում են, հիշում եք, նախորդ նույնիսկ մի երկու տարի առաջ ավազակային հարձակում եղավ, այդ ճանապարհին էր։ Այդտեղից տանում են մի հատ տեղ կա, բանը, մի 3 կիլոմետր հեռավորության վրա։ Հա, կարգո։ Այդ ճանապարհն է, այդ ճանապարհին ծախսված, չգիտեմ, բենզինը, այդ ճանապարհի 2-3 աշխատողն է։ Համարյա ուրիշ բան Հայաստանին դրանից չի մնում, մեկ էլ այդ տալող բերողի շահույթը, որը մեծ չի իրականում, այնտեղ շատ բան է, փոքր է։ Հիմա, հա, մարժան շատ փոքր է։ Այդտեղ դա է պատճառը, որ արտահանումը բացարձակ թվով 3% իջել է, բայց տնտեսությունը շարունակում է 6-7% տնտեսական ակտիվությունը բարձր մնալ, բայց երբ որ այդ ոսկին հանում ենք միջից, տեսնում ենք, որ արտահանումը երկնիշ աճել է Հայաստանից, 20% աճում է եւ որովհետեւ իրական այսինքն թվերի մեջ պետք է մտնել եւ տող հասկանալ ինչն է աճում, ինչն է պակասում եւ տեսնում ենք, որ իրականում մենք այդ որակական լավ փոփոխություններ այդ առումով ունենք։